Եվրոպայի առաջնության փոխարեն Երևանյան սահադաշտ մեր սպորտային զույգի Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի նորամուտը եվրոպական ստուգատեսում չստացվեց։ Մրցավայր չի մեկնի նաեւ Սիմոն Դանիելյանցը։ Ըստ Գեղասահքի Հայաստանի Ֆեդերացիայի Մեծ Բրիտանիայի դեսպանատան թեթև ձեռքով հյուրընկալող կողմը մեր մարզիկներին մուտքի վիզաներ սահմանված ժամկետում այդպես էլ չտրամադրեց, թեպետ Հայաստանի Ֆեդերացիայի պնդմամբ ժամանակին ներկայացրել են բոլոր փաստաթղթերը։ Մենք Եվրոպայի այս առաջնությանը պատրաստվել էինք բավականին երկար եւ շատ վիրավորական է, որ մեր աշխատանքը ջուրը գցեցին։ Լավ մարզավիճակում էինք ու պատրաստ էինք պայքարել բարձր տեղերի համար։ Ես չգիտեմ ինչ է կատարվել ու ինչու այսպես ստացվեց, բայց կարծում եմ խնդիրը Մեծ Բրիտանիայի դեսպանատան մեջ է, այլ ոչ թե հայկական կողմի։ Իհարկե, հիասթափված ենք, հասկանում ենք, որ ոչ միայն բաց թողեցինք բարձր տեղեր գրավելու հնարավորությունը, այլև կորցրինք մրցակցային լավ փորձ օլիմպիական խաղերից առաջ։ Այսուհանդերձ չենք հուսալքվում, հասկանում ենք, որ սրանով կյանքը չի ավարտվում։ Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ շարունակում ենք նախապատրաստվել ձմեռային օլիմպիական խաղերին։ Եվրոպական ստուգատեսին մեր սպորտային զույգը լիովին պատրաստ էր, մշակված լավ բարդություններ, նոր տարրեր, որոնք թույլ կտային նաև անակնկալ մատուցել, մինչև անգամ հայտնվել մրցանակային եռյակում։ 99%-ով պրիզավոր տեղ կորցրին Եվրոպայում։ Զույգը պատրաստում էր օլիմպիադայի, դա իրանց համար շատ կարևոր մրցույթ էր, որ մենք հույսով ենք պետք է մասնակցեն։ Գեղասահքի Հայաստանի Ֆեդերացիան դիմել է թե Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, թե Գեղասահքի միջազգային ֆեդերացիա, որոնք մինչև վերջին պահը վստահեցրել են, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դիմել ենք մի քանի անգամ դեկտեմբերի վերջին, հունվարի 2-3-ին, պատասխանը նույնն ա եղել, որ ձեր հարցը քննարկվում է։ Փաստորեն վիզան չստացանք, չնայած մեր ջանքերի, որ մեր կողմից հրավերը ստանալուց իսկ միանգամից ներկայացվել է ժամանակից, ոչ խախտումով, ոչ բանով, բայց ինչ պատճառներով մենք այսօր առանց վիզա մնացինք, մեր երեխեքը առանց Եվրոպայի այդ առաջնության մասնակցելու։ Խորհրդակցել ենք բոլորի հետ, ինչ կարանք անենք, ինչ չէ, բարձում է, որ մենք պետքա պարզապես սպասենք, որ հույսով ենք մինչև վերջի պահին, որ պետքա ստանանք։ Ոնց որ մեր վրացի գոլեգաները ստացան վերջի պահին, բայց նրանց բախտը բերեց ստացան, մենք չստացանք ցավոք։ Մենք դիմել ենք ոչ մի անգամ միջազգային ֆեդերացիային, նրանք էլ էին զարմացած, նրանք ասում են, որ ձեր վիզան պետքա ստանաք։ Դեսպանատաների հետ այսպիսի խնդիրների մարզիկները հաճախ են բախվում, սակայն այսքանով հայկական Գեղասահքի խնդիրները չեն ավարտվում։ Մեր երկրում ընդամենը 2 սահադաշտ կա, սա շատ քիչ է մարզաձևը զարգացնելու համար։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։